Բարև ձեզ, այսօր հունիսի 1-ն է եւ ուրեմն սկսվում է Հայաստանի քաղաքական թեժ ամառը, սկսվում է նախընտրական քարոզչության վերջին շաբաթը։ Հունիսի 7-ին Հայաստանը կանգնելու է ընտրությունների առաջ, հունիսի 7-ին տեղի ունենալու համապետական խորհրդարանական ընտրությունները։ Պատմությունը մեզ դրել է մի խաչմերուկի վրա, որտեղ 4 կողմից քամիներ են փչում, իսկ նախընտրական շրջանում այդ քամիները վերածվում են փոթորիկի։ Աշխարհակահաղական հսկաները փորձում են ուրվագծել մեր ինքնիշխանության սահմանը, իսկ մենք փորձում ենք ինքնուրույնաբար գտնել մեր տեղը այս արևի տակ։ Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողով կոչ Հայաստանի վարչապետի արձագանք, Երևանից Մոսկվա կանչված կամ հետ կանչված դեսպան, Ռուսաստանի գազային շանտաժ, հայկական արտադրության ապրանքների ներմուծման կամ արտահանման եթե Հայաստանից արգելք եւ այլն եւ այսպես շարունակ։ Եվ այս ամեն ինչը միայն վիճակագրություն չէ, այս ամեն ինչը Հայաստանի ինքնիշխանության քննություն է։ Իսկ երկրի ներսում ներքաղաքական զարգացումներ, նախընտրական իրավիճակ, նախընտրական հանդիպումներ, ելույթներ, խոստումներ, երթումներ, թվեր, տոկոսներ եւ սոցիոլոգիա։ Ամբողջ հարցն այն է, թե արդյոք մենք կատարել ենք եւ կատարում ենք մեր տնային աշխատանքը եւ հունիսի 7-ին կարողանալու ենք պատվով հանձնել մեր քննությունը, պահպանելով երկրի հանդարտությունը։ Այս հարցերի մասին ենք զրուցելու առաջիկա 30 րոպեների ընթացքում եւ փորձելու ենք իմ թվարկած եւ չթվարկած իրադարձությունների մակերեսից անցում կատարել դեպի խորքային, եթե կուզեք, ռազմավարական եզրահանգումներ։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Զրուցակիցս գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային վերլուծական համագործակցության կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանն է։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Թեմաները իսկապես շատ են, սկսենք դրսից, հետո կանք ներս եւ սկսենք Աստանայից ԵԱՏՄ գագաթնաժողով եւ այդ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների կոչը ուղղված Հայաստանին հնարավորինս սեմ ժամկետում անցկացնել հանրաքվե, որպեսզի ժողովուրդը որոշի ԵԱՏՄ թե ԵՄ։ Ինչ եք կարծում, ինչու հիմա ընտրություններից 7-8 օր առաջ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Ես պետք է ասեմ, որ մեր հասարակությունը պետք է իմանա։ ԵԱՏՄ-ի շրջանակներում օրակարգ չեն կարող այս ձևի հարց մտցնել։ Քանի որ ԵԱՏՄ-ի օրակարգը կազմվում է բոլոր երկրների համաձայնությամբ։ Հայաստանը համաձայնություն չտվեց։ Այս համատեղ հայտարարությունը 4 ԵԱՏՄ-ի երկրների ղեկավարի ոչ ֆորմալ հանդիպման արդյունք է։ Դա շատ կարևոր է։ Իրավունք ունեն 4 երկրների ղեկավարներ նստեցին, մտահոգված են, որ Հայաստանը ուզում է գնա Եվրոմիություն, ոչ մի խնդիր չկա։ Բայց իրավունք ունեն ԵԱՏՄ անունից։ Այո, ԵԱՏՄ-ի անունից չի այդ հայտարարությունը։ Ու եթե դուք կարդացել եք տեքստը, համոզված եմ, որ ուշադիր կարդացել եք, հիշում եք, այնտեղ անընդհատ խոսվում է Ղազախստանի նախագահ, Ղրղստանի նախագահ, Ռուսաստանի նախագահ, ոչ մի ԵԱՏՄ-ի հետ։ Ուղղակի տեքստում ասված է, որ մտահոգություն կա, որ շարժը Հայաստանի դեպի Եվրոմիություն ինքը խնդիրներ ԵԱՏՄ-ի շրջանակներում այս երկրների համար կառաջացնի։ Այս նյուանսը շատ կարևոր նյուանս է։ Ուրեմն դա այս երկրների, ուստեղ ես բան չեմ կարող ասել, ցանկացած երկրներ կարող են քննարկել այդ հարցը ու արտահայտել իրենց մտահոգությունները։ Դեկտեմբերին էլ, եթե ասում են քննարկելու ենք Հայաստանի հարցը, կարգավիճակի հարցը եւ այլն, ըստ էության ԵԱՏՄ-ն իրավունք չունի քննարկել նման հարց։ Այո, իրավունք չունի, քանի որ Հայաստանը պարզ է համաձայնություն չի տա, քանի որ Հայաստանը դեռ որոշում չի ընդունել դուրս գալու ԵԱՏՄ-ից։ Ուրեմն Հայաստանը իր վետո իրավունքով օգտագործի, բայց այդտեղ մի նյուանս կա։ Ռուսաստանը ուզում է հակահայկական այս ալիքի մեջ մտցնել այլ երկրներին։ Բելարուսին պարզա կարողանում է, քանի որ Լուկաշենկոն անկախ չի, Լուկաշենկոն ռեալ Պուտինի դրածոն է Բելարուսում, բայց Ղազախստանի ու Ղրղստանի դեպքում պարզա իրանք չեն համաձայնվի։ Կհամաձայնվեն ոչ ֆորմալ ֆորմատով քննարկել, դա նորմալ է։ Այո, համաձայն։ Ուրեմն այս հայտարարության գլխավոր մեխը ինչու մեր կայանում, որ իրենք առաջարկում են հանրաքվե Հայաստանին անցկացնել։ Եվ սա պիտի հարցնեի, թե արդյոք թող որ ոչ ԵԱՏՄ-ի անունից, այլ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարների անունից սա ազդեցություն ներգործություն անելու փորձ չէ Հայաստանի ներքաղաքական ընտրական գործընթացների եւ հանրային տրամադրությունների վրա։ Մասամբ,
քանի որ Ռուսաստանը ու Բելարուսը ուզում էին ներազդեցություն ունենալ այդ process-ի մեջ, բայց ես ուզում եմ այն մասի պատասխան տալ, որը կապված է հանրաքվեի հետ։ Ուրեմն ես հարց եմ տալիս նույն Պուտինին, նույն Լուկաշենկոին, որոնք 2013 թվին, 2015 թվին, երբ որ Սերժ Սարգսյանը որոշում ընդունեց Եվրոմիության պայմանագիրը, ասոցիացիայի չստորագրել գնալ ԵԱՀՏՄ, ինչի չեն պահանջել Սերժ Սարգսյանից հանրաքվե։ Ասում եմ մեկ գիշերվա ընթացքում չեմ կարող բոլոր քաղաքացիների կարծիք հարցնել։ Ապրեք։ Հիմա, բայց իրանք եթե սկզբունքային են, այն ժամանակ պետք է պահանջեին, որ Սերժ Սարգսյանը հանրաքվե անցկացնի ու գա ԵԱՀՏՄ։ Դա ինչի հետ է կապված։ Մեր սահմանադրության հետ։ Մեր օրենքները չեն նախատեսում հանրաքվե անցկացնելը։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, երբ որ ժամանակը գա, մենք հանրաքվե կանցկացնենք, դա էս կառավարության, որը ժողովրդավարական միանշանակ կառավարություն է, այդ իրենց ցանկությունն է ուժեղացնել այդ եվրոինտեգրացիայի գնալու ճանապարհը, լեգիտիմացնել, ուժեղ լեգիտիմություն, բայց մեր սահմանադրությունը չի նախատեսում կառավարությունը, որը ընտրված է ժողովրդի կողմից, ունի լիազորություն որոշում ընդունել մտնել Եվրոմիություն, ունի լիազորություն թողնել Հայաստանը ԵԱՏՄ-ի մեջ։ Հենց այն ժամանակ, երբ որ Սերժ Սարգսյանը դա արեց, չեն պահանջել, հասկանալի է, ուզում էին Հայաստանին վերցնեին իրանց կազմի մեջ, որ հետո Ղարաբաղը լուծեին իօքուտ Ադրբեջանի, այն ժամանակ Ռուսաստանը ամեն ինչ պլանավորում էր, բայց այնուամենայնիվ ֆորմալ տեսանկյունից Սերժ Սարգսյանը իրավունք ուներ այդ որոշումը կատարել միանձյա։ Ուրիշ բան է, դա ճակատագրական սխալ էր, հենց դրա համար մենք նախկիներին քննադատում ենք։ Կապելով ամեն ինչ Ռուսաստանի հետ այդ կորուստները ունեցանք։ Ինչ կարելի ասել Հայաստանի վարչապետի արձագանքի պատասխանի մասին։ Նա ասում է Հայաստանի Հանրապետությունը, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի դիմել Եվրամիությանը անդամագրվելու համար, կամ Եվրամիությանը անդամության տեխնացուի կարգավիճակին շատ մոտ չէ, որևէ հանրաքվե անտրամաբանական է։ Միանշանակ այդ առաջարկին Նիկոլ Փաշինյանը ասեց, ես մերժում եմ այդ առաջարկը, քանի որ այս առաջարկի մեջ, այդ հայտարարության մեջ այդ 4 պետությունների ղեկավարների գրված էր ինչքան կարելի է շուտ, ինչքան կարելի է արագ, սեղմ ժամկետներում անցկացնել հանրաքվե։ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, մերժեց, ինքը ասեց, միայն ի պաշտոնե դիմելուց հետո Եվրոմիությանը ի պաշտոնե, պաշտոնական կառավարության նամակ ուղարկելուց հետո, բացի դրանից Եվրոմիությունը պետք է ընդունի այդ նամակը արձագանքի, միայն դրանից հետո կարելի է խոսել հանրաքվեի մասին, հիմա վաղ է, միանշանակ եւ դե յուրե եւ քաղաքական իմաստով գրագետ պատասխան էր Նիկոլ Փաշինյանին։ Այնուամենայնիվ Մոսկվան այս ուղերձներով ինչ է ասում։ Մոտավորապես այն, որ մենք չենք թողնի, որպեսզի դուք օգտվեք ԵԱՏՄ-ից եւ երբ պահը կա, տեղափոխվեք ԵՄ։ Ես ձեզ պետք է ասեմ մեկ բան, շատ լավ հարցադրում արեցիք, բայց ի սկզբանե ասեմ։ Այդ սաղ բազարը գիտեք ինչի հետ է կապված։ Պարզ է, Ռուսաստանը ուզում է, որ ստեղ պրոռուսական ուժերը գան իշխանության, բայց ամբողջ բազարի նպատակը նա է, որ հայ ժողովուրդը մոռանա, որ Պուտինը դավաճանեց հայ ժողովրդին, որ Պուտինը նվիրեց մեր հայ ժողովրդի պատմական մի տարածք նվիրեց մեր հարևանին։ Այ գլխավոր նպատակը էսա, ինձ հավատացեք։ Այո, զուգահեռ իրանք ուզում են, որ ստեղ պրոռուսական ուժերը գան իշխանության, քանի որ Ռուսաստանը ուզում է Սյունիքի հարցը լուծել, ուզում է օտարել հայ ժողովրդին Սյունիքից, հիմա հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանի հետ չի ստացվի այդ քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը հասկանում է Ռուսաստանի քաղաքականությունը Ղարաբաղի հարցից հետո, ինքը հասկացավ ինչ է կատարվում, ու շատ լավ է, որ հասկացավ, շատ լավ է, որ բազմավեկտոր քաղաքականություն է որում բալանսավորված, բայց իրանք ուզում են հետ բերել պրոռուսական ուժերը, որ Սյունիքը վերցնեն։ Անչափ կարևոր է Ռուսաստանի դա, քանի որ Ռուսաստանը թույլացած է, ինքը ուզում է ուժեղացնել այս տարածաշրջանում դիրքերը միայն մեկ գործոն կա։ Սյունիքը մեկի վրա ծախել։ Թուրքիայի վրա հիմա Ադրբեջանի նշանակություն չունի։ Բայց լավ, եթե ուզում է, որպեսզի ռուսամետ ուժերը կան իշխանության, որպեսզի ձեր ասած այդ ռուսական պլանները իրագործի, այդ դեպքում ինչի համար են այս տնտեսական ճնշումները, ապրանքների արտահանման այդ արգելքը, գազային շանտաժը եւ այլն եւ այլն։ Մտածում են, որ դա հանրային տրամադրությունների վրա կազդի այնպես, որ ժողովուրդը կնա եւ քվեարկի ցայն տա ռուսամետ ուժերին,
բայց իրականում այդպես է, թե դա իրականում ավելի շատ հակառակ էֆեկտն է տալիս։ Դու տալիս է հակառակ էֆեկտ, Դա չեն հաշվարկում ի պատիվ չեն հաշվարկում։ Հաշվարկում են, բայց սխալ են հաշվարկում, քանի որ Պուտինին ինչ են ասում։ Պուտինը ասում են, որ այս ժողովուրդը վատ ժողովուրդ չի, բայց ստամոքսա տրակտային է։ Դες հայ ժողովրդի համար իբր գլխավորը ստամոքսն է։ Բայց մոռանում են, որ այս ժողովուրդը, հայ ժողովուրդը, դա քաղաքակրթություն ստեղծած ժողովուրդ է։ Մեր ժողովուրդը ոչ միայն լավ ժողովուրդ է, աշխատասեր, բան, մենք կարող կոմպլիմենտներ խոսել ժամերով, մենք քաղաքակրթություն ստեղծած ենք։ Հիմա Պուտինը կամ չգիտի, կամ ձև է թափում, որ չգիտի, իր շրջապատը Շոյգուի տիպի, Լավրովա տիպի, մարդիկ, Օվերչուկ, Մովերչուկ ինչ են ասում։ Դե լավ էլի մի փայ բան կգցենք, կհամաձայնվեն։ Հիմա հայ ժողովուրդը կպատասխանի Պուտինին։ Հիմա շատերը չգիտեն ինչ ընտրություն է գնում։ Մտածում են, որ գնում է ընտրություն քաղ պայմանագրի միջև ու այն 3 պրոռուսական ուժերի ոչ։ Գնում է պայքար Փաշինյան, Հայաստանի անկախություն։ Փաշինյան ուզում է պաշտպանել Հայաստանի անկախությունը, այս կողմից Պուտինը, որը ուզում է մեր տարածքները շարունակի բան, քանի որ ինքը մտածում է, որ այս ժողովրդին կարելի է խաբել։ Հիմա մենք պետք է պատասխան տանք։ Մենք ինչ ժողովուրդ ենք։ Այո, մենք գաղափարախոսություն կրող ժողովուրդ ենք, հայրենիք սիրող, այդ կարևոր բաներ են։ Ինձ հավատացեք, այդ լոկ ինչ որ հայտարարություններ չեմ անում հայրենասիրական, ոչ։ Հիմա լուծվում է հարց մեր իսկական անկախությունը կհաստատենք թե ոչ։ Եթե ընտրում ենք Նիկոլ Փաշինյանին, ուրեմն գնում ենք բազմավեկտոր քաղաքականության ճանապարհով, Նիկոլ Փաշինյանը սիրում է օգտագործել բալանսավորված, դա էլ ճիշտ ձևակերպում է։ Մյուս կողմից մյուս ուժը, դա Պուտինի ուժն է, որն է, իրանք ասում են, չէ, պետք է նորից ծակը մտնենք Ռուսաստանի։ Ես ներողություն եմ խնդրում, բաց եմ ասում։ Ու ոնց Ղարաբաղը հանձնեցին, քանի որ այլընտրանք չկար։ Այն ժառանգությունը, որը ստացավ Նիկոլ Փաշինյանը, դա քիպ կապվածություն Ռուսաստանի հետ, մեկի հետ, այդ մեկը հանձնեց։ Հիմա բալանսավորված քաղաքականությունը շանս չի տալիս մեզանից բան փոկել։ Ու հիմա պայքար է գնում։ Պուտինը իր դրածոնների միջև ուզում է նորից մեզ մտցնել մի տեղ։ Հիմա մեր ժողովուրդը, ինձ հավատացեք, հանգիստ պատասխան կտա։ Ինչքան էլ հարցեր չունենան Նիկոլ Փաշինյանին, ինչքան էլ նյուանսներ չլինեն, մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ ստամոքսային ժողովուրդ չի, գաղափարախոս ժողովուրդ է, ու մեր ժողովուրդը գաղափարախոս կրող ժողովուրդ է։ Իսկ Հայաստանի տնտեսությունը որքանով է ունակ դիմանալու այս պատժամիջոցներին։ Հայաստանը հայտարարում է, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալու, նման մտադրություն չունենք։ Այդ հայտարարությունների տողատակում նաև հաշվի առնվում Մոսկվայի շահ, բայց Մոսկվան շարունակում է տնտեսական ճնշումները, ապրանքների, գազի եւ այլնի տեսքով։ Մենք ինչքանով եւ ինչքան կարող ենք դիմակայել այդ ճնշումներին։ Կարող են դիմակայել, հնարավորություն կառավարությունը ունի կոմպենսացնել, այս փապկացնել այս սանկցիաների մեխանիզմը, բայց դուք շատ ճիշտ ձեր հարցում ակնարկեցինք, հակառակ էֆեկտ է, քանի որ հայ ժողովուրդը, իրոք բաց ժողովուրդ է, հարգող այլ ազգերին ժողովուրդ է, ու բաց ժողովուրդ է, բայց եթե շանտաժ են անում, ու Պուտինը անում է շանտաժ, բարձ է հակառակ էֆեկտ է, մարդը կասի ոչինչ, կկործնեմ $1000, 5000 ոչինչ, բայց դա սկզբունքային հարց է, ինձ ուզում են, ասենք, բանանել, էլի, խեղճացնել եւ այլ եւ այլ։ Ու հակառակ էֆեկտ է դա։ Ես ասեմ ձեզ, վերջի մի շաբաթա 10 օրա ակնհայտ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը բարձրանում է։ Ակնհայտ։ Չնայած որ ընդդիմադիրները աշխատում են ակտիվ, ինչ որ միտինգներ են անում, բայց ակնհայտ այճում է։ Այդ էֆեկտն է այս ճնշման։ Արհեստական ստեղծված խնդիրներին դիմադրելն է մեր հասարակությանը։ Վերադառնալով տնտեսական ճնշումներին եւ Հայաստանի դիմադրողականությանը, ինչպես արդյոք կարելի է օգտագործել նաև այլ երկրների փորձը, մասնավորապես Վրաստան, Մոլդովա, մենք այդ փորձը տեսել ենք, չէ՞, Եվրամիությանը մերձենալու ժամանակ ռուսական ճնշումներ եւ Եվրամիության աջակցություն։ Նու ես այդտեղ առաջերտին ուզում եմ Մոլդովայի փորձից խոսել։ Ակնհայտ զուգահեռներ կան, մասամբ կա զուգահեռներ Ռումինիայի հետ, բայց Մոլդովայի ընտրությունների զուգահեռները ակնհայտ են։ Այդ հիբրիդային պատերազմ, սուտ, ստերից մեկը ասեմ, դա շատ կարևոր է։ Այն, որ ասում են, որ մեր վրա ծախում է Ռուսաստանի գազը $177 1000 խորանարդի մետրի դիմաց, սուտ է ակնհայտ։
սահմանում տալիս են, բայց հետո Գազպրոմ Հայաստանը, որը 100%-ով Գազպրոմ է, մեր վրա ծախում է $400։ Հասկանում եք, այս ձևի լկտի սուտ ես չէի պատկերացնում, որ կօգտագործի Պուտինը գոնե, լավ, գոնե իր այն երկրորդ, երրորդ, չորրորդ ենթակաները ասեն, որ Պուտինը նախագահ է Ռուսաստանի, եկա երկրի, խոսում է, խաբում է, բարձր մեր ժողովուրդը չկջոկի, չէ։ Ուրեմն ես ուզում եմ ասել, որ այդ ֆեյքերը, բացայց ստերը, մանիպուլյացիաները շատ են օգտագործվում։ Օրինակ ասում են Եվրոմիությունը գալիս է ստեղ Ռուսաստանը հանելու։ Ռուսաստանը ինքը հանեց ստեղից Իրան։ Երբ որ ինքը Ղարաբաղի հարցը լուծեց ի օգուտ Ադրբեջանի, աչքերը փակեց, երբ որ մեր տարածք մտան 240 քառակուսի կիլոմետր գրավեցին, աչքերը փակեց, ինքը դուրս բերեց Իրան։ Հասկանում եք, ոչ ոք կապ չունի։ Ոչ իշխանությունը Հայաստանի, ոչ նույնիսկ Ադրբեջանի իշխանությունը դրա հետ կապ չունի։ Պուտինը հանեց Հայաստանից իրեն, ուզում են գցել Եվրոմիության։ Այդ դա կոչվում է մանիպուլյացիա, հասկանում եք։ Հիմա այդ մեթոդները օգտագործելով միայն հակառակ էֆեկտ է ծնում հայ ժողովրդի մեջ։ Գազի հարցում մի փոքր շոշափեցիք, գազի հարցում ինչ ունենք եւ ինչ այլ ընտրանքներ ունենք։ Ռուսաստանի փոխվարչապետը Օվերչուկը հայտարարում է, թե Հայաստանում, բացառում է, որ Հայաստանում այլ երկրի գազ կարող է անցնել, լինել, ասում է, էլի ռուսական գազը պիտի լինի, այլ հարց է, թե միջնորդներին ինչքան են վճարելու։ Ես պետք է ասեմ, որ զարմանալի է, որ Օվերչուկը, որ այդ հարցերով զբաղվում է, մոռանում է, որ գազի հողովակը, որը գալիս է Իրանից Հայաստան, որ այդ հողովակը փոքր է, բայց օգտագործվում է 30%-ով։ Դες գազը նվազագույնը, գազի պահանջարկի 30 կամ 40%-ը մենք կարող ենք Իրանից ստանալ առանց խողովակ կառուցելու։ Շատերը չգիտեն, այդ խողովակը, որը փոքր է, որը գալիս է Իրանից, այդ փոքրը աշխատում է 1/3-ով։ Բայց այդ խողովակն Ռուսաստանի սեփականությունը չի։ Չէ։ Ռուսաստանի սեփականությունը հայկական մասն է միայն, բայց ես կասկած չունեմ, որ Նիկոլ Փաշինյանը այս պատմություններից հետո կազգայնականացնի շատ արագ, կտեսնեք, կհիշեք իմ խոսքերը, կվերանտրվի այս իշխանությունը, շատ արագ այդ հարցը կլուծի, դուք ճիշտ եք ասում, բայց իրանական մասը Իրականական մասը Իրանինն է, բայց շատ արագ չէ, այդ հարցերը շատ արագ, գիտեք ինչու։ Նույնը կոնցեսիան երկաթգծային Ռուսաստանը չի ուզում վերականգնել, վերանորոգել այդ 10 կիլոմետրը դեպի Ղարս ու 1.5 կիլոմետրը դեպի Երասխի հատված դեպի Նախիջևան չի ուզում։ Պարզը մեր իշխանությունները ստիպված կլինեն միակողմանի փակել, դենոնսացիա անել այդ պայմանագրերի, այդ արագ կլինի, կհիշեք իմ խոսքերը, բայց միտքս ինչու մեկ է անում։ Իրանի գազը կարող է կոմպենսացնել շատ արագ։ Ես չեմ ասում, որ կան նաև պլաններ, գիտեք, այդ հայտնի բան է, Ադրբեջանի գազամուղը անցկացնել Հայաստանով դեպի Թուրքիա, ավտոմատ դա նշանակում է մի մասը գազը մեզ մոտ կմնա, Tos կան տարբերակներ։ Այդ տարբերակի հետ կապված Լուկաշենկոն ավելի հեռու գնաց։ Հայաստանի վարչապետը հայտարարեց, ձեր ասած, որ Հայաստանը տարանցիկ երկիր, որ մեզ վճարեն գազով, դրա խնդիրը չենք ունենա եւ այլն, պակասի խնդիր չենք ունենա։ Լուկաշենկոն ասում է սուտ հայտարարություններ են դրանք եւ ավելի հեռու է գնում, հիշեցնում է ուկրաինական սցենարը։ Ես դες պետք է ասեմ, որ գումար եմ այդ գազի հարցով, swap համակարգով Թուրքմենստանի գազը ստանալ ու դրա հետ կապված բանակցությունները վաղուց է գնում են, լուծում կստանա։ Ինչ է նշանակում swap-ը։ Թուրքմենստանը տալիս է գազ Իրանին, ընդհանուր սահման ունեն ու գազամուղ ունեն, իր գազը տալիս է, նույն քանակությամբ գազը Իրանը տեղափոխում է Հայաստան մեր խողովակով։ Այդ swap-ը կոչվում, այդ հայտնի համակարգ է, ուստեղ ոչ ոք չի կարողանալու խանգարել դա իրականացնել, ուրեմն թող Լուկաշենկոն քիչ խոսա, իրպես ստախոս բռնապետ շատ քիչ կան աշխարհում, միգուցե Հյուսիսային Կորեայի բռնապետը մի քիչ իրան անցնում է դաժանությամբ։ Թող ինքը մենակ չխոսա, էլի, թող ով ուզում է թող խոսա, մենակ Լուկաշենկոն չխոսա։ Ձեր գնահատմամբ, այս ամեն ինչով հանդերձ այսօր ինչպիսին են հայ-ռուսական հարաբերությունները եւ ինչի մասին էր այն, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը կանչվեց Մոսկվա խորհրդակցությունների համար։ Պարզ է, որ դեսպանին երբ որ կանչում են հետ, ժամանակավոր խորհրդակցելու,
Դա նշանակում է Ռուսաստանը ինչ որ բաների դժգոհ է։ Այդ պետությունը, որը իր դեսպանին։ Պարզ է դա խոսում է նրա մասին, որ մեր հարաբերությունների մեջ խնդիր կա։ Բայց ես հայ ժողովրդին պետք է ասեմ մեկ բան։ Ռուս ժողովրդին մենք հարգում ենք, ու ես տեսնում եմ ոնց են ընդունում ռուսներին, Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր գալիս են туриզմով կամ աշխատանքի նպատակով, շատ լավ զգում եմ, այդ պետք է շարունակել, իմաստուն ժողովուրդը, մեր ժողովուրդը, խոսքը գնում է Պուտինի մասին։ Այս մի մարդու հարցը կլուծվի, Ռուսաստանի հետ կվերականգնել փայլուն հարաբերություններ։ Ժողովրդի հետ այդպես էլ լավ են հարաբերությունները։ Ուրեմն ես ոչ մի խնդիր չեմ տեսնում հայ-ռուսական միջմարտկային հարաբերությունների մեջ, տարբեր ոլորտի հարաբերությունների մեջ։ Միջանձնային հարաբերություններում էլ խնդիր չկա։ Ոչ մի խնդիր չկա։ Իդեպ այսօր Ռուսաստանի նախագահ շնորհավորել է Հայաստանի վարչապետին ծննդյան օրվա կապակցությամբ, սա քաղաքավարություն է, թե քաղաքականություն։ Դե ինքը վախեցած է Տրամպից։ Դուք տեսաք, չէ, վերջի 3-4 օրը Ռուսաստանը նույնիսկ սանկցիա կիրառելով մեղմ ձևակերպում են միջև այդ, չէ, մենակ սպառնալիքներ վերջի 3-4 օրը։ Ինչից հետո, երբ որ Դոնալդ Տրամպը ասաց, որ Նիկոլ Փաշինյանն իմ ընկերս է։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը ճիշտ ճանապարհով է։ Տանում parza վախեցավ Պուտինը, հենց դրա համար շնորհավորեց ծնունդը վարչապետի, դա ցույց է տալիս, որ երբ որ դու ունես այլընտրանք, ուզած-չուզած քեզ հարգում են։ Ուզած-չուզած քեզ հարգում են։ Այլընտրանքները, որ այս կառավարությունը ստեղծում է, ստիպված է Ռուսաստանը հաշվի նստել, դու գիտեք, Ռուսաստանը միտումնավոր մեզ զենք չեր տալիս զինամթերք, որ պատերազմի ժամանակ մենք խեղճանանք, հիմա գաղտնիք ձեզ բացեն, իրանք փորձում են վերականգնել այդ ոլորտում հարաբերությունները։ Ինչու՞։ Քանի որ մեր կառավարությունը դիվերսիֆիկացրեց ռազմական համագործակցությունը։ Հիմա 90% ընկնում է այլ երկրների, մենակ 10% Ռուսաստանի վրա։ Հիմա վերադառնում են, չի վերադառնում են։ Իրանք դեմ են մեզ աջակցելու։ Բայց ստիպված են տեսան, որ մենք գտանք այլ ընտրանքներ, ու այդ կոնցեպտը «ակուդա վիդենցիս» փլուզվեց, քանդվեց։ Բայց հետաքրքիր որ Մոսկվան անընդհատ եւ շարունակաբար հայ-ռուսական հարաբերությունների ներկայացակի համար մեղադրում է Երևանին, մեղքը գցում է Երևանի վրա, բայց այնտեղ բացարձակ չեն ուշադրություն դարձնում այս ու այն կողմից հենց Հայաստանից հնչող այն տեսակետները, որ եղբայրի վերջո Ռուսաստանը չի կատարել հայ-ռուսական պայմանագրի կետերը, ՀԱՊԿ-ը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները։ Եթե Հայաստանում չլինեին իրանց կլիենտները, իրանց քաղաքականությունը, հակահայկական քաղաքականությունը ստեղ ներսում չլինեին իրականացնողները, այս դեպի բան չէին ասի։ Պուտինը ուղղակի անկեղծ կասել, այո, ես լուծեցի Ղարաբաղի հարցը, տվեցի Ադրբեջանին։ Բայց ինքը տեսնում է, որ կարելի է խաբել, ու փորձ է անում խաբել, գցել ուրիշների վրա։ Ինքը, չգիտեմ, նվիրեց, ծախեց, չգիտեմ, Ադրբեջանի վրա Ղարաբաղը, հիմա ինքը ուզում է ուրիշի վրա գցել։ Եթե ներսում չլինեին ուժեր, որոնք Պուտինի քաղաքականությունն են վարում Հայաստանի ներսում, ինքը չէր համարձակվի այս ձևի բան անել։ Բայց համարձակվում է, քանի որ մտածում է, որ իրենք ազդեցությունը այդպես մեծ է, որ կապակող որոշեն։ Ու իր նպատակը նաև Սյունիքը կամ իրան վերցնել, կամ մեկի վրա ծախել, չէ, այդ շատ կարևոր է։ Դա է պատճառը, որ ինքը ստուգում է, կարող է խաբել հայ ժողովրդին։ Ուրեմն այս ընտրությունները Նիկոլ Փաշինյան-Պուտին ընտրություններն են։ Հայ ժողովուրդը պետք է Նիկոլ Փաշինյանին տա։ Տեսեք, ինձ հիմա այդակարգիր չի են միջկուսակցական վեճեր, ծրագրեր եւ այլ եւ այլ։ Եթե ասում եք Նիկոլ Փաշինյան-Պուտին այդ մրցակցությունն է, այստեղ Զելենսկու գործոնը, որն է, այսինքն Ուկրաինայի սցենարը ինչի են հիշեցնում։ Ուղղակի վախացնելու մեր հասարակությունը։ Ուղղակի վախացնելու, այ տեսակ, այնտեղ պատերազմ, գիտեն, որ ոչ մի բան չեն կարող անել, դա էլ Տրամպի հայտարարությունից հետո։ Տրամպը ասեց. Հայաստանը իմ ազդեցության գոտի է։ Նիկոլ Փաշինյանը իմ ընկերս է։ Ոչ մի բան չեն համարձակվի, բայց ես շնորհակալ եմ պարոն Զելենսկուն։ Հայտարարության համար։ Այո, հայտարարությունում ինքը շատ կարևոր շեշտադրում արեց։ Այսօր պետք է աջակցի Եվրոպան։ Ոչ արեց Եվրոպային աջակցել Հայաստանին Ռուսաստանի սպառնալիքների դեմ։ Այո, քանի որ Եվրոպան այտենց էլ աջակցում է, բայց ինքը ասում է, չէ, անհրաժեշտություն կա ել ավելի ուժեղ աջակցել, ու ես շնորհակալ եմ։ Ու շատերը չգիտեն մեկ բան, որ Եվրոպայի համար այսօր Զելենսկու ասածը օրենք է։ Քանի որ Զելենսկուն ու Ուկրաինայի բանակը պաշտպանում են Եվրոպան Ռուսաստանի ագրեսիվ կեցվածքից։ Լավ, Եվրոպայի համար ասում եք օրենք է, բայց սա Ռուսաստանի համար օրենք չի, ճիշտ հակառակը չէ, եթե օրենք է, ուրեմն դրա հակառակը վարվելու։ Այսինքն ես ուզում եմ ասել, սա
ուղիղ եւ միայն աջակցություն է, թե նաեւ լրացուցիչ ռիսկեր է առաջացնում։ Գիտեք, Ռուսաստանի մոտ, երբ որ Զելենսկին բացահայտ ակնհայտորեն հրապարակային կոչ անում Եվրոպային եւ Հայաստանին։ Ի ձեր հարցին պատասխանեմ հարցին։ Երբ որ Ուկրաինան մեզ չէ աջակցում, երբ որ դահկիները ամեն ինչ կապում էին Ռուսաստանի հետ, կպած էին Ռուսաստանին, այդ ինչի բերեց։ Բերեց կորուստների լուրջ։ Ուրեմն, երբ որ դու աշխատում ես աշխարհի հետ, տարբեր խաղացողներ գալիս են եւ ռիսկեր կան, դուք ճիշտ եք, ռիսկերը բարձրանում են։ Բայց նաեւ հնարավորությունները բացվում են։ Երբ որ դու մեկի հետ կապում ես ամեն ինչ ու այդ մեկը քեզ դավաճանում է, ոչ մի շանս չունես փրկվելու։ Ինչը մենք տեսանք։ Իսկ Զելենսկու հայտարարությունը ինչ ազդեցություն կունենա Եվրոպայում, Եվրոպայի համար։ Ես մասնավորապես նկատի ունեմ այն հատվածը, որ ասում է այնինչ անում է Ռուսաստանը Հայաստանում, Հայաստանի հետ հարաբերություններում, դա միայն Հայաստանի մասին չէ, դա նաև Եվրոպայի մասին։ Եվրոպայի ու Բալտյան երկրները ինքը նշեց, Եվրոպայի համար դա կարևոր ազդակ է, նաև Զելենսկը երբ ասում է օգնեք, ինքը նաև նկատի ունի օրինակ։ Շուկան փակվեց Ռուսաստանի մեր ապրանքների, Եվրոպան շատ արագ պետք է մեզ աջակցի։ Եվրոպան ունի գործիքներ, այսինքն շատ արագ։ Այո, չափարոշիչները, ստանդարտները իրանք չեն փոխի, բայց օգնել շատ արագ է, տարբեր բաներ են։ Հանգիստ հունով օգնել մի տարուց հետո, որ մեր գինին, կոնյակը ավելի լայն հնարավորություն ունենալ մտնել Եվրոպա, մի բան է մի ամսում լուծել։ Իրանք կարող են արագ աջակցել։ Էս է Զելենսկու ուղերձը։ Եվ քաղաքական աջակցություն, եւ դիվանագիտական, եւ կոնկրետ։ Իսկ այս Եվրամիություն թե ԵԱՏՄ, այս դիսկուրսը Հայաստանի ներսում ներքաղաքական այս նախընտրական քարոզչության ընթացքում ինչպես է օգտագործվում իշխանության կողմից, ընդդիմության կողմից։ Ընդդիմությունն էլ ասում է, որ Ռուսաստանի հետ պետք է լավ հարաբերություններ հաստատել, դաշնակցային հարաբերությունները վերականգնել Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, այստեղ խորքային տարբերություն տեսնում եք իշխանության եւ ընդդիմության։ Այո, կա խորքային, քանի որ ընդդիմությունը հասկացավ, իդեմս այդ երեք ուժերի, ընդդիմությունը հասկացավ, որ միայն պրոռուսական գիծ տանելով կպարտվես 100%-ով։ Հիմա իրանք սկսեցին մանևրել։ Հիմա արանքում ասում են, թե չէ, պարզ է, ամերիկան պետք է լինի։ Ասում են, չէ, ճիշտ է, եւ պետք է աշխատել, բայց մտքում մենակ Ռուսաստանն է։ Դա պատճառով ես չեմ հավատում այս ընդդիմության Ռուսաստանին։ Մտքում միայն Ռուսաստանն է։ Եթե Աստված ոչ անի իրանք շատ ուժեղանան եւ հայ-ադրբեջանական պայմանագիրը կասեցնեն եւ կդադարեցնեն համագործակցությունը աշխարհի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլ, նորից կմտնեն Ռուսաստանի ծիրուտակ, դա լրջագույն վտանգ է մեր պետականության համար, գոնե Պուտինի ժամանակ։ Կարող է փոխվի իշխանությունը Ռուսաստանում, ինչ իշխանության գա չգիտեմ, բայց Պուտինի ժամանակ դա վտանգ է մեր անկախության համար։ Եթե ուշադրություն դարձրել եք, հատկապես ուժեղ Հայաստանի կողմից բորբոքվում եւ տակ է պահվում, ասենք այսպես, 300,000 ադրբեջանցիների թեման։ Չնայած վարչապետն էլ անդրադարձավ, բավական կոշտ հակադարձեց, ինչու է այս թեման դարձել ընդհանրապես նախընտրական, հիմնական խաղաքարտերից մեկը։ Դա ցավոտ հարց է։ Դա ցավոտ հարց է ցանկացածից համար։ Օրինակ ես համարում եմ ոչ մի հիմքեր չկան, որ ադրբեջանցիք գան Հայաստան։ Ոչ մի հիմքեր չկան։ Ինչի պետք է գան Հայաստան։ Կես միլիոն հայ Ադրբեջանից վտարվեցին ու ՄԱԿ-ը ճանաչեց իրանց որպես փախստական։ Իրանք իրավունք ունեն։ Ադրբեջանցի փախստական Հայաստանի չկա, հիմք չկա։ Բայց ցավոտ հարց է։ Ես մեկ-մեկ մտածում եմ, կարող է ինչ-որ սխալ ենք անում։ Այս ցավոտ հարցի վրա խաղում է ընդդիմությունը, բայց ես պետք է առաջարկեմ։ Կարող է խաղալ նաև ընտրություններից հետո։ Չգիտեմ, բայց այս հիմա խաղալ է այդ հարցի ինչով է վտանգավոր։ Լավ, մի անգամ ասեցիք, հասկացանք։ Երկու անգամ էլ ասեցիք, հասկացանք։ Ուզում եք ձայն հավաքել վախի վրա, բայց ես պետք է ասեմ, որ իրանք այս հայտարարություններով լեգիտիմացնում են այդ թեման։ Փաստորեն իրանք աջակցում են Ադրբեջանին լեգիտիմացնել։ Օրակարգում հայ-ադրբեջանական այդ հարցը չկա։ Այդ հարց չկա օրակարգում։ Քննարկում չկա, նախաստորագրված համաձայնագրի որևէ բան չկա, բայց մենք այստեղ ներսում անընդհատ քննարկման չկա։ Ոչ թե ստորագրված բան։ Դե, քննարկման չկա։ Գումարած, այդ ձերասած քննարկման չկա։ Ինչի եք լեգիտիմացնում։ Լավ, հասկացա, ձայներ հավաքելու համար մեկ թող ասեն։ Մի անգամ, երկու անգամ, բայց այդ հոլովակները, այդ ռոլիկները, որ պատտացնում են, այդ սխալ է դա։
Ադրբեջանը հիմա ուրախացած է։ Այդ ինչ որ իրանք ուզում են անել, չի ստացվում, մենք ենք անում։ Ուրեմն ես ընդդիմությանը ուզում եմ ասել, այդ թեման դադար տվեք։ Դադար տվեք այդ թեման։ Այս նախընտրական շրջանում պատկան մարմինները եւ հակակոռուպցիոն կոմիտեն եւ քննչական կոմիտեն անդադ հաղորդագրություններով են հանդես գալիս, բացահայտումներ, ձայնագրություններ, ընտրակաշարքի նոր սխեմաներ, չգիտեմ, ընտրական այլ հանցագործություններ եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը իսկապես կանխարգելում է այդ հոսքը։ Դա կոչվում է պրոֆիլակտիկա։ Երբ որ դու իմանալով, որ այդ վտանգները կարող են ուժեղանալ, բռնում ես առանձին դեպքեր, դրանով կանխում են մեծ հոսքեր։ Ակնհայտ է, չէ՞, եթե դու չբռնես անօրինական մեծ գումարներ, որ մտնեն Հայաստան, առաջի հերթին խոսքը գնում է Ռուսաստանի մասին, կամ եթե դու չես կանխում process կապված հնարավոր բերված մարդկանց, Հայաստանի քաղաքացիներին, ովքեր ուզում են դրթել, ուղղորդել ոնց պետք է քվեարկել, 1, 2, 5, 10 դեպքերը կկանխեն ընդհանուր այդ վտանգավոր հոսքը։ Իսկ իրատեսական համարում եք, հիմա դե խոսքը գնում 80-ից 100,000 մարդու բերել, իրատեսական համարում եք, որ այս գուցե սկսվել է, ես չգիտեմ, գուցե դեռ չի սկսվել, նոր պիտի լինի այդ ներհոսքը կազմակերպեն եւ ընտրությունների նախաշեմին արդեն ունենան այդ թվով մարդիկ։ Ես ռեալ չեմ համարում։ Ուղղակի հաշվարկ անենք, ինչքան ինքնաթիռ է գալուս Ռուսաստանից Հայաստան 30 օրական։ Չգիտեմ, ես չեմ տեսնում այդքան մեծ թվեր, որ այս 5 օրում կարողանան 100,000 ապահովել, բայց չեմ բացառում, որ 1000 հոգի, 5000 այդ կարգի, որ թիվ բերեն մարդկանց։ Լավ, այդ մարդկանց։ թիվը թողնենք 80-100,000, հնարավոր է բերել այնպիսի թիվ մարդկանց, որ ազդեցություն ունենա ընտրությունների ելքի արդյունքների Ես վրա։ չեմ կարծում, որ հնարավոր է, բայց լավ է, որ կառավարությունը մտահոգված է։ Այս է կարևոր ինձ համար, որ մտահոգված են պետական ինստիտուտները, սահմանապահ ինստիտուտը։ Դուք գիտեք, երբ որ մտնում եք հիմա Հայաստան, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին բոլորի, նաև ես երբ որ եկա Բուխարեստից 10 օր առաջ, ինձ էլ տվեցին տեղեկանք, այդպես, որտեղ գրված էր, որ օրենքի համաձայն իրավունք չունեք կաշառք վերցնել, քվեարկել եւ այլ։ Շատ լավ է, դու տեղյակ ես սպահում, որ կաշառքով չեն քվեարկում Հայաստանում։ Այդ պրոֆիլակտիկա է կոչվում, բայց չեմ կարծում, որ թվերը կլինեն 50,000, 100,000, չեմ կարծում, բայց կառավարությունը ճիշտ է անում, որ մտահոգված այդ փակում է ճանապարհ այդ հնարավոր խախտումների, որոնք եղել են Մոլդովայում։ Մենք հարցելու ավարտենք, հաշվի առնելով այս ամբողջ ինչի մասին խոսեցինք եւ չխոսեցինք, այս ամբողջ նախընտրական լարվածությունը, ինչ կանխատեսումներ ունեք հունիսի 8-ի մասով, ոչ թե 7, այս նկատի ունեմ հունիսի 7-ի քվեարկությունից հետո արդյոք հավանական եք համարում երկրի ներսում սրացումներ, լարումներ եւ այլն եւ այլն։ Նու արհեստականորեն կարող է ինչ որ մարդիկ առանձին գնան սրացումների, նույնիսկ կարող է դեստաբիլիզացիա, ապակայունացում Ռուսաստանից ուզենան անել, քանի որ ստեղ ունեն ազդեցության գոտիներ, բայց ճիշտը դες ասեմ, իմ կարծիքով մաքուր կանցնեն ընտրությունները, Մոլդովայում գիտեք, որ ընտրությունը ավարտից հետո, երբ որ պարտվեցին պրոռուսական ուժերը, ուզում էին անցկացնել հավաքնել բողոքի ընտրություններից հետո, մարդ չհավաքվեց։ Մաքուր ընտրություններ։ Իմ կարծիքով կապահովի նորմալ ընտրություններ, իշխանությունները ու իմ կարծիքով դժվար է արհեստական, հասկացաք, ծնել դժգոհություն, արհեստական։ Ու ես չեմ տեսնում ցանկություն իշխանության մոտ ֆալսիֆիկացիայի գնալ ու փորձը ցույց տվեց 8 տարվա որ չկային, չէ՞, ֆալսիֆիկա։ Ես կարծում եմ նորմալ կանցնեն ընտրությունները, ոչ մի ցնցում չի լինի, բայց կհայտնվեն մարդիկ, ովքեր կուզենան այդ ցնցումները իրական, գեներացնեն։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին, այսպիսին էր այսօրվա ազատ զրույցը, այսպիսին էր մոտավորապես իրավիճակը Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Հունիսի 7-ին կայանալիք ընտրությունները միայն կուսակցությունների մասին չեն, միայն կուսակցությունների առաջնորդների մասին չեն, սրանք Հայաստանի առաջիկա մի քանի 5 եւ ավել տարիների մասին են եւ մենք ստիպված ենք լինելու ապրել այն որոշման հետ, որը կընդունենք մենք հունիսի 7-ին։ Իսկ արտաքին այս փոթորիկները գալիս են ուշելու, որ մենք պարզապես իրավունք չունենք թույլ լինելու։
Սա ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Շնորհակալություն, որ հետևում եք։ Լավ մնացեք, կհանդիպենք։